Մամ, բանեմ, պաղպաղակ եմ ասում գումար տաս, այդպես չի, ոչ։ Բայց պահ է գալիս, որ երեխան պետք է արդեն իրավունք ունենալ որոշակի գումար։ Շատ անիմաստ բանի վրա է դա ծախսում, արդյոք պետք է միջամտել։ Եվ երեխան կհասկանա շատ արագ, հենց գրպանում գումարը հայտնում, մեկ է ընկերներ են հայտնվում։ Ինչ անում ենք երեխաների համար ենք անում։ Դա ամենադաժան բանն է, որ դու կարող ես անել սեփական երեխայի համար։ Դու պետք է ձևավորես մարդ, ով կարողանա զրոյից մի բան ստեղծել։ Բայց ինքը պիտի հասկանա զրոն ինչ է, որ մի բան ստեղծել հասկանա։ Ինքը պիտի դատարկ գրպաններ ունենա, ինքը պիտի սոված օրեր ունենա, դա աղքատ մարդկանց մտածողություն։ Այո, մենք վաղուց հայտնաբերել ենք դպրոցում մի բարձ փաստ, որ ամենամիայնակ երեխաները ունևոր ընտանիքների երեխաներն են։ Ամենակարևոր կապիտալ, որ դու կարող ես երեխային փոխանցել, քո սոցիալական կապիտալն է։ Եթե դու ուզում ես միշտ լինես վերևում, դու պետք է քո կյանքը դժվարացնես։ Այդ հանգիստ ապրելու միտքը շատ արագ քեզ տանում է դեպի դագաղում հորիզոնական դիրքի։ Ողջույն։ Դուք դիտում կամ լսում եք Fincast-ը, How to be ոդկասթը ֆինանսների, ներդրումների եւ այն մասին, թե ինչու փողը չարժե դնել բարձի տակ։ Մենք անընդհատ խոսում ենք փողի հետ ճիշտ վարվելու մասին, բայց հազվադեպ ենք մտածում, իսկ մեզ դա ով սովորացրեց։ Ես ինքս ծնող եմ ու եկել է պահ, որ պետք է երեխաներիս հետ խոսեմ փողի մասին։ Բայց ինչպես դա անել։ Հարց, որը հուզում է հազարավոր ծնողների։ Եվ այսօր իմ հյուրն է մարդ, ով երեխաների հետ աշխատանքի վարպետ է։ AIP հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչյանյան։ Գնացինք։ Արամ ջան, բարի գալուստ Fincast։ Ես որպես ծնող նաև երկու երեխաների ձեզ շատ եմ լսում, հատկապես այն կոնտենտը, ինչը վերաբերվում է հենց երեխաների հետ շփումներին, նրանց հետ աշխատելուն, այսպես ասած, ու այսօր մի շատ կարևոր թեմա, որ արդեն ինձ էլ է հասել, արդեն հասել են երեխաներս այն տարիքին, որ փորձում եմ հասկանալ, ինչպես իրենց հետ խոսել փողի մասին։ Եկեք սկսենք նրանից, օրինակ դուք հիշում եք ձեր առաջին շփումը փողի հետ, մանավանդ ձեր ժամանակներում, երբ որ մի քիչ ուրիշ աշխարհ էր եւ կարծես այդ աշխարհի ստվերը մինչեւ հիմա մեր վրա կա։ Մի քիչ տրավմատիկ էր, որովհետև Հայաստանում, երբ որ դու գնում անելու, քեզ սովորաբար մանրը չէին վերադարձնում։ Այն որոշ չափի մանր կար, որ հետ չեն տալ, ասենք միջև 5 կոպեկ հետ տալը ամոթ էր։ Դու պիտի հաշտվեիր, որ գործակատար ասածը, այդ խանութի աշխատողը դա իր գրպանն է դնելու։ Ինձ համար դա մի քիչ դժվար է, որովհետև գիտեի, որ այդ գումարը ծնողներս են վաստակում, ու ես կարծես թե իրավունք չունեմ տնօրինել այդ գումարը եւ այդպես սեշտությամբ հանձնել այդ գործակատարին, ամեն անգամ նեղվում է, որ ինձ խափեցին կոպետ ասել։ Բայց նաեւ մեծ գումարներով են խափում։ Կար նման մշակույթ խանութներում, որ դու պետք է միշտ հաշվեիր, քեզ ինչ են տվել, որովհետեւ հաստատ 10-ից 1-ը գոնե այդ գործակատար ասածներից փորձեր որոշ գումարը դնել իր գրպանը։ Այդպեսի համատարած վիճակ կար։ Բայց ես գիտեի, որ դա իմ ուղեղում հստակ կա, որ այդ գումարի տերը ես չեմ։ Այդ գումարի տերը իմ ծնողներն են, իրենք այդ գումարը ինձ տվել են հստակ նպատակով, ես կարող եմ ծախսել միայն նպատակով իրենք տվել են եւ շատ դրան վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ, գերծախսություն չտալ, խնայողաբար վերաբերվել, վատ բան չգնել եւ այլն։ Այդ որ տարիքում Դա միջև 17 տարեկան, երբ ես գնացի սովորելու Մոսկվա եւ արդեն ունեցա իմ սեփական գումարը, որովհետեւ այդ մեր այսօր անընդհատ քմծիծախով հիշատակվող ԽՍՀՄ-ում ուսանողները գումար են ստանում սովորելու համար։ Մենք ստանում ենք կրթաթոշակ։ Եվ ես բավական մեծ կրթաթոշակ էի ստանում։ Ստանում եմ 55 ռուբլի կրթաթոշակ, որը եթե մենք վերցնեինք, որ մեկ հացի գինը մոտավորապես 10 կոպեկ էր, թե 15, դա բավական մեծ գումար էր։ Ես դրանով կարող էի հանգիստ ապրել։ Իսկ որ տարիքից է, որ արդեն երեխայի հետ պետք է սկսել խոսել, փողի մասին։ Օրինակ, որ դուք ասում եք, ես հասկանում եմ, որ իմ ծնողներն են վաստակել, դրա համար արդեն երեխան երևի 10-ից 10 տարեկանից բարձր պետք է լինի, չէ՞, որ այդ գիտակցումը գա։ Կարծում եմ, որ մեր ժամանակներում գումարը եւ ֆինանսները շատ ավելի մեծ դեր են կատարում, քան այն տարիներին։ Այն տարիներին ամեն դեպքում ֆինանսական աշխարհը շատ պարզ էր, շատ պրիմիտիվ էր։ Չկային ֆինանսական ծառայություններ, չկար վարկավորում եւ այլն։ Ներդրումներ շատ ավելի աշխատավարձ էր եւ ծախսեր։
Եվ այդ առումով պետք է իրականում երեխային հնարավորինս ավելի վաղ տարիքում այդ աշխարհը մտցնել։ Դրա համար կան խաղեր, նաև խաղեր, որոնք ունեն ֆինանսական բաղադրիչ, որտեղ ինչ որ գումարներ են հաշվում եւ այլն, պայմանական գումարներ կամ իրական գումարներ, եւ դրանք օգտակար են։ Դրանք կարող են երեխային օգնել գիտակցել, հասկանալ, թե գումարները որտեղից են առաջանում, ինչպես են ծախսվում։ Ժամանակին իմ երկու զավակներս երկուսն է SimCity միջոցով լիքը բան սովորեցին այդ առումով, այդպեսի սիմուլյացիոն ծրագիր կար, որ շատ տարածված էր, մինչև հիմա կարծեմ ինքը կա ինչ-որ ձևով, եւ ինքը ռազմավարական խաղ էր։ Երեխաները պետք է աշխարհներ կառուցեին, քաղաքներ, երկրներ, պետություններ, կար ցիվիլիզացիա խաղավորի նպատակներ հետապնդում, որի շնորհիվ դու հասկանում ես, թե ինչպես են աշխատում ֆինանսները։ Եվ նման խաղեր ներառյալ համակարգչային խաղեր։ Երեխաների հետ խաղալը շատ օգտակար է ինձ համար։ Դրանից կարելի է սկսել։ Հետո արդեն կամաց գնալ դեպի արդեն իրական ֆինանսներ, իրական գումար։ Հիմա բայց ձեր ասած ֆինանսական ծառայությունների բնույթն էլ մի փոքր այդ խաղերը խառնում են իրար, օրինակ նույն այդ խանութը, հա, երեխայի հետ խաղում եմ եւ գնում եմ, ընտրում եմ ինչ եմ գնելու իր մոտից, ասում եմ կարող ես քարտով վճարել, տեսել է որ քարտով վճարում են, ու ես հեռախոսով քարտով վճարում եմ, ինքը ասում է օքեյ, վճարումը ընդունված է, բայց այդտեղ ես հասկանում եմ, որ ինքը չհասկացավ, որ ես իրեն ոչ մի բան չտվեցի, ու ոնց որ նոր տեխնոլոգիաներն էլ մի փոքր այդ խախտում են էլի այդ գիտակցումը։ Դրա համար պետք է ունենալ այդ բոլոր տեսակի նոր տեխնոլոգիաներով գումարների փոխանակման պարզ թուղթուգրիչ տարբերակը։ Իրեն պետք է տալ ոչ միայն այդ զուտ գիտակցումը այդ ամիջական հաղորդակցման շուրջ, թե այս տեսար գումարը քեզ եկավ ինձ կամ ինձ պետք է շարունակել։ Լավ, դրանից հետո ինչ։ Այդ գումարը եկավ քեզ որտեղ եկավ, դու որտեղ տեսար, ձեռքումդ է ոչ, բա որտեղ է։ Թող նա մտածի որտեղ է, դա ինչ եղավ, ինչպես պատահեց, եւ այդ շղթան կարելի է հետ գծել, եւ մյուս անգամ նա կասի չէ, հեռախոսը բավարար չի, այստեղ նեվ գրի, մենք արի հին ձևով անենք, այն հին քարտերը, որ դնում էին, կոպիային անում կարելի է դեն տալ, այդ գումարը տես պարզ բան, որ ինքը շպասնի, սեղմի, տպի, նման բաներ, որ իր մոտ այդ գիտակցումը լինի, նաեւ կարելի է դրա միջոցով մի քիչ սովորեցնել այդ թե տեխնոլոգիաների ինչ ճանապարհ են անցել, ինչ է որ սկզբից եղել է ոսկեդրամ, հետո ինչ որ պահից իրական գումարը, այդ ֆիատ գումարը բաժանվեց ոսկուց եւ դարձավ անկախ երևույթ եւ դրա հետևանքները, դրական բացասական կողմերը, ինֆլյացիան, կամաց կարելի է իրեն բացատրել, ինչու է, ասենք, նա տեսել է, որ իր գիրքը անցած տարի արժեր այսքան, այս տարի արդեն արժե այսքան, տարբերությունը ինչու է առաջանում եւ այլն։ Երևի առաջին կարևոր կետերից մեկը այն գիտակցումն է, որ ինքը հասկանա, որ այդ գումարը հենց այնպես չի առաջանում, չէ՞, ինչի դիմաց հնարավոր է ստանալ փող։ Այո, նա պետք է հասկանա, որ աշխատանք կա եւ հետաքրքիր բան պատմեմ, որպես պատկերացնեք, թե ինչ աստիճան դա կարելի է զարգացնել։ Ես ունեմ մի շատ լավ ընկեր, Շալվա Ամոնաշվիլուն, որը վրացի է եւ բայց Վրաստանում էլ այնքան հայտնի չի, որքան հին խորհրդային աշխարհում, որովհետեւ հին խորհրդային ժամանակներում նա դեռ երիտասարդ է, հիմա 90-անց մարդ է։ Շատ հայտնի մանկավարժ էր խորհրդային միությունում, երևի ամենահայտնի մանկավարժներից մեկը եւ այսպեսի մարդասիրական մանկավարժության ջատագովն է եւ իրենք ամեն ամառ կազմակերպում են ճամբար Վրաստանում իրենց մոտ Քախետիում, որտեղ գալիս են աշխարհի տարբեր տեղերից մարդիկ, ծնողները, ուսուցիչները եւ իրենց հետ բերում են երեխաներին։ Հիմնական ծնողներն են բերում երեխաներին։ Հիմա ինչ այնտեղ կատարվում։ Երեխաները այնտեղ աշխատում են եւ վաստակում են։ Ամեն առավոտ այնտեղ հավաքվում է քաղաքի մերյան, ուրեմն որոշում է իրենց անելիքները օրվա, ամեն մեկը գնում է իր գումարը վաստակելու, այնտեղ տեղում գործող գումար կա։ Ծնողները գնում են սովորելու, գնում են դպրոց։ Հակառակն է։ Երեխաները գնում են գումար վաստակելու, աշխատելու, ծնողները գնում են դպրոց սովորելու։ Ծնողավարության դպրոց իրական գնում են այնտեղ սովորելու։ Եվ մանկավարժներն ու ուսուցիչները իրենց հետ։ Երեկոյան երեխաները գումարը վաստակած կարողանում են հրավիրել ծնողներին սրճարան եւ իրենց համար վճարել։ Այդ ամբողջ ճամբարի տարածքում որևէ իրական գումար
անալին է ծախսել, միայն այդ ճամբարի գումարներն են աշխատում։ Պտտված աշխարհը շրջված եւ երեխաները դրա շնորհիվ շատ բան են սովորում եւ ծնողներն են շատ բան սովորում։ Իրենք ասում են, գիտես, կարող ես ինձ սուրճից ֆեստիվալ, երեխա ասում է, գիտես, բայց թանկ է, սուրճ չեմ կարող, այդքան չեմ վաստակել։ Արի վաղը, հա։ Ու միանգամից երեխայի մոտ է շրջվում գիտակցություն, նա էլ է հասկանում, որ այդպես հեշտությամբ որ անդադ պաղպաղակի գումար է խնդրում, կարող է մի օր ծնողը նեղվի ու ասի, գիտես, բայց ախր ես դեղի կարիք ունեմ, ես չեմ կարող այս պաղպաղակ այսօր գնել։ Ամսվա վերջն ես աշխատավարձից ծախսել եմ։ Ու երեխայի մոտ դա չի առաջացնի շոկ, որովհետեւ երեխան գիտի, որ իր մոտ էլ է դերվագ եղել, իր մոտ է չի ստացվել, ծնողի համար անել ինչ որ ծնողն է ցանկացել, չէ՞։ Իրենք դա իսկապես դա աշխատում են շատ։ Պետք է երեխաների համար հնարավորինս հենց որ իրենք տալիս են, իրենց տալիս են գումար, հենց որ իրենց ձեռքի մեջ դնում են գումար, ոչ թե իրենց համար մի բան գնում ենք, որովհետեւ դա նորմալ է։ Դա մեր նվերն է։ Այդտեղ մենք գումար չենք հաշվում։ Դա ծնողից հասանելիքն է երեխային։ Ու այդտեղ պետք է այնպես անել, որ երեխան սովորի, որ նա կարող է իր ցանկությունը արտահայտել, բայց դա չի նշանակում հրաման։ Ծնողը կարող անել, կարող է չանել, եւ դա ծնողի որոշումն է, դա ծնողի գումարն է։ Նա իր ջանքով այդ գումարը վաստակել։ Իրանք չունես իրեն պարտադրել ծախս։ Դու կարող ես խնդրել, ասել, գիտես, շատ եմ ուզում այս բանը։ Ծնողը կարող ասել, այո, կարող ասել, ոչ, եւ երեխան չպետք է նեղվի, իրավունք չունի։ Բայց պահ է գալիս, որ երեխան պետք է արդեն իրավունք ունենալ որոշակի գումար։ Բայց այդ դեպքում նա պետք է իրակորձի բյուջետավորում։ Գումարը ոչ թե պետք է տալ ամեն հանգամանքին, երեխան վազում է, մամ, բան եմ, պաղպաղակի մազում գումար տաս, այդպես չի, ոչ։ Մի ամսվա կամ ամիսին քիչ կարել, մի շաբաթվա կտրվածքով երեխան ստանում է բյուջե։ Եվ նա պետք է գիտակցում է, որ դրանից ավելի չի կարողանալու ծախսել։ Ուրեմն նա պետք է պլանավորի։ Նա կարող է որոշել, որ ընդհանրապես պաղպաղակ չի ուտի մի ամիս, կուտակի գումարը ամսվա իր ուզած մի բանը կգնի, որ վաղուց երազում էր գնել, կամ նման մի բան, բայց դա պետք է բյուջետավորել։ Եվ նա սովորի, որ ֆինանսները միշտ անգամ միլիարդատերների մոտ սահմանափակ ռեսուրս են։ Այդ ամենը պետք է պլանավորել ու հաշվարկել, որտեղ մեր ազգի հիմնական խնդիրներից մեկը այդ ֆինանսական անգրագիտությունը հենց դրա հիմքում ընկած է այն, որ մենք հաշվում ենք ամեն ինչը այս բայի կանխիկ գումարով։ Գրպանումս գումար կա, մի քիչ զգում եմ այդ գումարի բանը արկայությունը, անկած թեթև եմ զգում, հեշտ հանում ծախսում եմ։ Հետո մեկը տեսնում արդեն չկա։ Ու կրակն եմ ընկնում, որտեղ մեկը դու մի ասա այդ գումարի մեծ մասը արդեն նախապես պարտքն է, որ ես պետք է վերադարձնեի։ Ես դրա մասին նախընտրեցի մոռանալ, որովհետև շատ հավես էր, գրպանս գումար կա, հիմա պարտքը տալու պահն է եկել, հիմա արդեն մի բան պիտի վաճառեմ շտապ կամ գնամ լոմբարդում գումար դնեմ գրավատանը, որ կարողանամ այդ բանը վերադարձնեմ պարտքը բանկին, այլապես լուրջ խնդիրների մեջ եմ հայտնվելու։ Այսինքն ինչ-որ շաբաթական տալ գումար, բայց նաև իր հետ խոսել, թե ինքը ինչպես պետք է այդ գումարը ծախսի։ Այո, նա պետք է ասել, որ դրանից ավելի նա չի ստանա։ Եվ երկրորդը, որ իրեն սովորեցնել պլանավորել։ Արի հասկանանք, ինչ դու կարող ես հրանոցանով գնել, ինչ ես ուզում, ինչ նպատակներ ունես շաբաթվա ընթացքում, ես ընկերներիդ հյուրասիրես, խնդիր չկա։ Հյուրասիրը դա քո գումարն է։ Իսկ անգամ թույլտվությունից դից մի խնդրիր։ Դա քո իրավունքն է, քո գումարն է։ Քեզ հասնում է այդ գումարը, բայց իմացիր, որ այդ ընկերներին հյուրասիրեցիր, հետո չես կարող քեզ շքեղություն թույլ տալ, ասենք սրճարան գնալ։ Ծնողների մոտ առաջացող շատ հաճախ առաջացող դիլեմաներից մեկը հենց դա է, եթե ինչ-որ փող տվել են երեխային ու ինքը ինչ-որ մեր մտածելով շատ անիմաստ բանի վրա է դա ծախսում, արդյոք պետք է միջամտել, թե չէ։ Եթե դա իր գումարն է, իրեն հատկացված եւ դա սահմանափակ է, ոչ թե երեխան գիտի, որ հեքիաթ է, այսքանը կծախսեմ ինչին ուզենա, մեկ այդ գալու եմ նորից խնդրել եմ, նորից ինձ համար գնելու են կամ ինձ տալու են, էլի հավելալ գումար, այդ դեպքում հա իհարկե դա կբերի երկու ստեկ բանի, սխալների։ Ճիշտը, ինչպես ամեն ինչում, ճիշտը կա ճիշտ ձև գործելու, եւ այդ ճիշտ ձևը ֆինանսների հետ գործունեություն պլանավորելն է եւ բյուջետավորելն է։ Գոնե գիտակցելը, թե դու ինչպես ես ծախսում, որ հերիքի հասցնես եւ քո ճիշտ առաջնահերթությունների համար ծախսես այդ գումարը։ Եվ երեխան հասկանա շատ արագ, հենց գրպանում գումարը հայտնում, մեկ է ընկերներ են հայտնվում։ Հենց գումարը կորում է գրպանից, մեկ ընկերները չկան։ Ու դու միասա դա ոչ թե իրական ընկերներ, այլ իր գումիր գրպանի ընկերներն են։ Ինձ շատ ողջևորում է, որ դու գումար ունես, կարող են գալ օգտվել կողքից։ Ու սկսում է ավելի իրապտեսապանականորեն գնահատել, թե որն է ազնիվ ընկերային հարաբերությունը, իսկ որն է այդ մակերեսային օգտվելու տրամաբանությամբ հարաբերությունները, որտեղ վաղը մյուս օրը առավել եթե ծնողները կարողություններով մարդիկ են ֆինանսապես իրենց ապահով են զգում,
իրենք պետք է շատ զգուշ լինեն այդ հարցում, որտեվ բնական է, որ իրենց երեխան դառնում է այսպիսի մի հատ բան, ցանկալի, թիրախ, տարատեսակ հարցակումների, այդ հարցակումները երբեք չեն լինի բռնի, կլինեն այդպես քաղցր բան, շոկորթելով եւ այլն, ու հետո մեկ էլ վաղը մյուս օրը երեխան կդառնա շատերին մատակարարող մարդ, ով ծնողներից հակախնդրի կաղաչի գումար, որովհետեւ լիքը մարդ կա, որ իրենց օգտվում է, որ իրեն անդադեպսի մի կապի մեջ են գցել պարտավորություններ, որ նա չի կարող մերժել եւ այլն։ Ու ես տեսել եմ նման դեպքեր, գիտեմ իմ աչքերով եմ տեսել։ Քանի տարեկանից երեխային արժի այդ գումարը տալ։ Կարծում եմ, որ սկսած մոտավորապես դպրոցական տարիքի, արդեն միջին դպրոցի տարիքից 5-րդ դասարանից կարելի է արդեն հանգիստ երեխային որոշ բյուջե սահմանել, այդ բյուջեն պետք է աճի, որտեղ երեխան մեծանում է, իր կարիքները մեծանում են, առաջանում են հարաբերություններ, ընկերային եւ այլ, եւ այդտեղ առաջանում է ծաղիկների թեմա, այս կամ այն։ Բնականաբար այդ ամենը պետք է անգամ նորից կրկնեմ, եթե ծնողները շատ կարող են եւ կարող են թույլ տալ երեխային մեծ գումարներ տալ, պետք է զուսպ լինել։ Ինչու, որովհետեւ երեխան ամենավատ բանը, որ կարելի է երեխային սովորեցնել, դա այն է, որ նրա կյանքը միշտ կլինի ապահով։ Եթե երեխան հանկարծ դա դարձավ իր համար սովորական միտք, որտեղ հիմա ծնողներս միշտ կան, էլի, ծնողների համար այդ երեխան միշտ կլինի հոգս։ Արդեն որ երեխա չլինի, կլինի հոգեբաններ իրենց հոգսը։ Հիմա դուք դա եք ուզում ձեզ համար, որ անդադ մտածեք, որ ձեր 40 տարեկան տղան ի վիճակի չի նորմալ գումար վաստակել, հագարստից գումար է խնդրում։ Դա է ձեր ցանկացած կայացած անձնավորությունը, ով ձեր պատկերացման պիտի որ ինքնուրույն կյանքում գործի։ Հայաստանում բայց այդ թեման շատ սուր է, որովհետև այսպեսի խոսույթ կա, հա, ինչ անում ենք երեխաների համար ենք անում ու շատ ծնողներ կան, որ մանավանդ երբ որ մանկության տարիքում իրենք ինչ-որ բան զուրկ են եղել, հիմա ուզում են այդ ամեն ինչը այսպես ավելով երեխայի համար ապահովեն։ Դա ընդհանրապես սեփական երազանքների իրականացումը երեխաների միջոցով դա ամենադաժան բանն է, որ դու կարող ես անել սեփական երեխայի համար։ Ու երբ որ դու դա փաթեթավորում ես որպես ամեն ինչ իմ երեխայի համար, դա այսպես ասեմ, բառ չեմ կարողանում գտնել, ինչքան վատ բան է դա։ Դա ինքնասիրության, եսասիրության, ինքնապաշտության բացահայտ դրսևորումն է։ Քո ամբողջ ջանքը երեխայի հետ կապված պետք է միտված լինի միայն մեկ բանի՝ այդ մարդուն կայացնել որպես անձնավորություն, որպես մարդ, կարող անձնավորություն, որ ի վիճակի է սեփական կյանք արդյունավետ կառուցել։ Այն, որ դու հետո որպես արդեն ներդրող կկարողանաս մասնակցել իր կյանքում, իր գործերի կայացմանը, իր կրթության կայացման, իր կրթության մեջ ներդրում անես, իր գործերի մեջ ներդրում անես, իր երազանքները օգնես իրագործել, ֆինանսապես ապահովելով են սկզբնական ստարտային կապիտալ, Friends, Family and Fools 3F-ը։ Դրանից մեկը դու ես միշտ, հա, բոլոր ստարտափերները սկսում են նրանից, որ ընտանիքից են գումար սկսից կտրում, որովհետև հավատում են գաղափարին, համոզում են ծնողներին։ Դա շատ լավ է, դա արա, բայց այդ ճանապարհով ոչ թե իրեն ուղակի անդադ գրպանը գումար դնելով, որ տանի ռեստորանում ծախսի, որտեղ դրանով դու իրան ուղակի իրեն նվաստացնում ես, նվազեցնում ես։ Դու իրեն ասում ես դու չես կարող։ Ես քեզ պիտի օգնեմ։ Առանցից դու չես կարող։ Երեխան մոտ դա է նստում ուղեղում։ Հետո արդեն դրա իր ուղից հանելը աննարին է։ Նա անդադ կարճելու է ծնողից, անդադ հույսը դնելու է ծնողի աջակցության վրա։ Իրեն միշտ հավանելու ավելի քիչ կարող, քան իր ծնողը։ Իսկ դու պետք է հակառակը օգտագործես քո ձեռք բերածը, որպեսզի քո երեխային ել ավելի բարձր մակարդակի տակ կարողանաս տանես։ Դու պետք է իրեն այնպեսին անես, որ իր ստարտային վիճակը ավելի լավ լինի, քան քոնը, բայց ստարտային վիճակը ոչ թե ֆինանսականն է միայն, այլ կարողություններն են։ Կարող մարդ աճեցնես, իսկ կարող մարդը դժվարությունները հաղթահարելով է կայանում։ Հեշտ կյանքով կարող մարդ աննարին է ձևավորել։ Ոսր մկան է, եթե դու թույլ պայես, չծանրաբեռնես, չի աշխատի։ Ուղեղը եթե զարգացնես չի զարգանա, նույնը մարդու տեսակը ձևավորվում է փորձությունների մեջ։ Մարդը պետք է դժվարություն հաղթահարելով հասնի նպատակին։ Եթե դուք նայեք ցանկացած ամերիկյան հայտնի բիզնեսմենի, իրենցից մեծ ամասնությունը հարուստների երեխեք են։ Բայց իրենք բոլորն է դժվար ճանապարհով են հասել դրան։ Բոլորն է ունեցել են մարտահրավերային մանկություն, մարտահրավերային երիտասարդություն։ Ոսնս շատ լավ եք ասում, բայց ոնց այդ անել պրակտիկ, հա։ Պրակտիկ տեսեք, կա երկու մոտեցում։
ու մենք դի հասկանանք, մենք որ ազգն ենք։ Մենք արևելյան ազգ ենք, թե արևմտյան ազգ ենք։ Ոնց որ կա արևմտյան քաղաքակրթական մոտեցում, կա արևելյան։ Արևելյանը կոպտած թուրքեր, արաբներ այդ տեսակը, որտեղ փաշայի երեխան փաշա է։ Ի սկզբանե։ Ես կարող մարդ եմ, իմ երեխան ի սկզբանե պիտի կարող մարդ լինի։ Եվ հասարակությունը այդպես է կառուցված։ Ասենք, եթե դուք նայեք էմիրությունները, բոլոր այդ սաուդները, իրենց մոտ այդպես է, մնացածները ստրուկ են։ Մենք ոնց որ տեր ենք, նրանք ստրուկ են, բայց այդ բոլոր քաղաքակրթությունները ունեն մի հատկանիշ։ Իրենք ռեսուրսային են։ Կա մի ռեսուրս, որից ծնվում են տերերը, որտեղ իրենք այդ ռեսուրսը պինդ բռնել են, իսկ ստրուկները արդեն իրենց ձեռքից են ստանում։ Իրենց ձեռքին են նայում եւ վերջ։ Եվ հետեւաբար դու անում ես ամեն բան, որպեսզի քո զավակը ունենա այդ նույն ռեսուրսը եւ իր ձեռքին այն ինչպես քո ձեռքին է։ Ու մնացած ոչինչ քեզ չի տարգում։ Մնացած կարողություն կամ չկարողություն երկրորդական է, դա է առաջնայինը։ Ու դու երեխայդ այդպես էլ ասում ես, որ սա քոնն է լինելու, սա իմն է, դա քոնն է լինելու։ Դու պիտի տեր կանգնես դրան ու պիտի պինդ ատամներով բռնես դա։ Կարողանաս։ Ու դա դու ինձ սովորեցնում ես, իդեպ։ Արևելյան քաղաքակրթությունը կապիտալիստական են։ Եվ արևմտյան քաղաքակրթությունները։ Իրենք կապիտալիստական են։ Եվ այնտեղ այլ մտածողություն է։ Դու պետք է ձևավորես մարդ, ով կարողանա ոնց որ ավազից ջուր քամել, ով կարողանա զրոյից մի բան ստեղծել։ Բայց ինքը պետք է հասկանա զրոն ինչ է, որ մի բան ստեղծել հասկանա։ Ինքը պետք է զրոյի վիճակը տեսնի իր կյանքում։ Ինքը պիտի դատարկ գրպաններ ունենա, ինքը պիտի սոված օրեր ունենա, պիտի ու այդ առումով ասենք նույն Անգլիայում եթե 18 տարեկան տղան կամ աղջիկը տանն են մնացել, դա համարում է խայտարակություն։ 18 տարեկանում երեխային տնից շպրտում են դուրս, ասում են գնա ապրի։ Դու արդեն ստեղ չես։ Այս քո սենյակը իրական քոնը չէր։ Դա մեր սենյակն էր, ծնողներինն էր, քեզ տվել են քան դու երեխա էր, որ այնտեղ ապրեիր, բայց հիմա արդեն դու երեխա չես, գնա քո կյանքով ապրիր։ Դու մեր կարիք այլևս չպետք է ունենաս, քեզ ամեն ինչ տվել են, քեզ տվել են լավ կրթություն, գնացել ընդունվել ես համալսարան, գնա հանրակացարանում ապրի, համասանում սովորի, ինքդ քո գումարները վաստակի, գնա ափսեները լվալ ռեստորանում երեկոյան, լավ, համասանի գումարը մենք կտանք։ Դա մեր ներդրումն է, ներդրումը։ Քեզ չի հասնում, համասանին է հասնում։ Դա քեզ հնարավորություն ենք մենք բացել, որ դու գնաս սովորես, որ մեզանից ավելի քիչ կախված ես, որտեվ միևնույն է, եթե վաղ դու ձախողես գազ մեզ մոտ լացես, մենք քեզ սիրում ենք, մենք քեզ գումար կտանք, բայց դա մեզ համար քո համար կլինի նվաստացուցիչ։ Բոլորս էլ տխրելու ենք դրանից ու մեզ համար դա ծանր բեռ է լինել եւ հոգեբանական եւ իրական ֆինանսական։ Մենք դրանից ամեն գնով պիտի խուսափենք, դրա համար գնա կայացիր։ Պինդ ոդքեի վրա կանգնիր, որ դու արդեն կանգնես, մենք կնայենք, ու եթե դու լավը լինես, քո բիզնեսն եք ֆինանսավորենք, որպես փայատեր։ Կմտնենք, հետո մեզ եկամուտ էլ է գալու դրանից, դու մի կարծի որ նվեր ենք անելու։ Բայց եթե դու իսկապես շատ լավը լինես, այո, մեր ժառանգության մի մասը կստանաս, հարուստ մարդ կդառնաս, բայց դա մենք ենք որոշելու։ Այլապես կան հասարակական կառույցներ, հիմնադրամներ, բարեգործություն, այդ ամենը թողենք իրենց, որտեղ եթե դու վատնելու ես մեր գումարը, մեզ դա պետք չի։ Մեզ պետք չի որ որևէ մեկը վատնի ով է լինի, անգամ եթե դա մեր սեփական զավակն է։ Մենք դա կնիվերաբերենք այլ մարդկանց, որոնք դա կարողանան ճիշտ տնօրինել։ Ու ամեն մի երեխա տան դա գիտի։ Նա փոքրուց ամեն բան անում է, որպեսզի ծնողների ներդրումները արդարացնի, կարողանա ինքնուրույն դառնա, ոտքի կանգնի եւ կյանքում կարողանա պայքարել ինքնուրույն։ Անկամ եթե ծնողները շատ հարուստ մարդիկ են եւ դա անում են հենց նրա համար այդ նույն հարուստ մարդիկ, որ իրենց հարստությունը մնա սերունդներին, որ չվատնվի։ Հայաստանում նաեւ այդ կա տարածված, որ հենց երեխայի ծնվելու պահից սկսած պլանավորում են իրեն ինչ-որ կապիտալ թողնել, այդ կլինի տուն, տղային, թե ինչ-որ կուտակումներ, որ հետո երեխային էլի ինչ-որ կապիտալ տա։ Մենք ի սկզբանե դա աղքատ մարդկանց մտածողությունն է։ Մարդիկ ինչքան էլ հարստանում են, իրենք միևնույն աղքատ են հոգու խորքում մնում։ Դեռ հարուստ մարդ այդպես չի մտածում։ Հարուստ մարդը իր համար երեխան իր հարստությունն է։ Երեխան իր հնարավորությունն է։ Եվ դու վստահ ես, որ քո երեխան կկայանա։ Հա։ Դու վստահ ես, որ այն տունը պետք չի գալու ինքը 10 տուն կսարքի իր կյանքում։ Եթե դու կարողացար, ինքը չի կարողանա։ Ինչու է պետք քո տունը։ Ինչ պիտի անի դրա հետ։ Ինքը 10 տես քեզ այնց ավելի լավ տուն կսարքի։ Դու վստահ ես դրանում։
Իսկ դու հոգու խորքում աղքատ ես, դու հազիվ փող ես փոքր։ Ինչ որ ձո պլստացել ես գումար ես վաստակե։ Կոմոդ մեկը հոգու խորքում կա խորը կասկած, որ քո երեխային դա հաջողվի անել։ Ու դե նույն աղքատի մտածողությամբ մտածում ես ոնց իրան մի կտոր մի բան թողես, որի հանկարծ սովից չսատկի։ Այ այդ առաջի սերունդն աղքատներ, որ մի քիչ հարստացել է։ Միգուցե երկրորդ սերունդը արդեն մտածողությունը չունենա։ Բայց մարդիկ դա գոնե պետք է գիտակցեն։ Չեն գիտակցում։ Իդեպ հիմա Հայաստանում շատ է, չէ՞, այսինքն անկախացումից հետո մի սերունդ ինչ որ որոշակի հարուստների խավ ձևավորվեց ու հիմա հարստության փոխանակման, հա, տենց են ասում, պահն է, երբ որ դա պետք է անցնի իրենց զավակներին ու այդտեղ ինչ որ հետաքրքիր զարգացումներ անցումային փուլ է։ Շատ տարբեր են տարբեր ընտանիքներում։ Ասեմ, որ իմ տեսածն է, որ անգամ այդ 90-ականների խառը վիճակներում տարբեր հանգամանքների միջոցով իրենց գումարները վաստականց մարդկանց մի զգալի մասը արդեն գիտակցել է, որ իրենց եթե ոչ զավակն է, որտեղ զավակները իրենք հասցրել են ինձ թվում է շատերին փչացնել, սովորեցրել են հեշտ կյանքին բաներ, բենտլիներ ճռացնել, բան, տենց վիճակներ, աղջիկ, ընկերուհի բան, այդ արդեն տեսնում են ինչ են վերածվում, ինչ ոչխարների են մեծացրել, բայց գոնե հույսն է, որ իրենց թորները արդեն կլինեն կրթված, ինքնուրույն, կսովորեն լավ համալսարաններում, կդառնան գիտնական, գրող, մասնագետ եւ այլն եւ կարողանան կայանալ առաջնահերթին որպես մարդիկ, որ իրենց ընտանիքին պատիվ բերեն, որտեղ իրենց երեխաները անմիջական շատ հաճախ շատ անպատվաբեր բաներ են անում։ Շատերը այդ հեշտ գումարներով գնացել են թմրադեղերի ճանապարհներով, բան, շատ կործանված երիտասարդներ ունեցան, որտեղ այդ նույն վիճակները, այդ աղքատ մարդկանց կտրուկ հաստատած աղքատ մարդկանց հոգեբանությունն է, որը բնականաբար վնաս է հասցնում, ինչպես սոված մարդուն միանգամից շատ քանակությամբ հաց տաս, եթե ուտի կմահանա։ Նույնը եթե սոված մարդուն լիքը գումար է տալի, աղքատ մարդուն լիքը գումար է տալի, նա սովորաբար այդ գումարը իր համար դառնում է մեծ խնդիր։ Օգուտ չի բերում, վնաս է բերում միայն։ Երևի այդ նույն շարքի մեջ է նաև ունեցվածքը ցույց տալու այդ մղումը, հա։ Գլոր համարները մեքենաների վրա, չքեր թանկ մեքենաները։ Ես մի անգամ Միջև հիշում եմ, այնքան հետաքրքիր պատմություններ։ Մի անգամ ես որ աշխատում եմ բիզնեսում, մենք ընկերություն ենք եւ ինվեստոր ենք հետաքրքրված ենք որպես ինվեստորներ մտնել մեր մոտ, ներդրողներ եւ մի շվեյցարացի բավական հարուստ մարդ, որը մեծ ընկերություններում ներդրումներ ուներ եւ ստեղծել էր մի քանի ընկերություն, որը հետաքրքիր ցուցաբերեց, որ նաեւ մեզ մոտ ներդրում դա անի ու մենք գնացինք իր հետ բանակցությունների Շվեյցարիա, Լուցերն խոսեցինք, մեզ երեկոյան տարավ շատ շքեղ ռեստորանում հյուրասիրեց եւ մենք պայմանավորվեցինք, որ հաջորդ օրը կգնանք իր հետ դահուկ քշելու սարեր։ Մենք գիտեինք, որ այնտեղ հետո գնալու ենք սարեր քշելու իրար դահուկ քշելու, բայց որ ինք առաջարկեց մեզ հետ գալ, մեզ համար դա մի քիչ անակնկալ էր, մենք ուրախացանք, որ կշարունակենք։ Հաջորդ օրը իրենք եկան, մատ հին մեքենայով, հական հին դահուկներ, որոնք մաշված հին, այսպեսի տնական վիճակներում, այդ մարդիկ ոչինչ ցուցադրելու կարիք չունեին։ Իրենք օգտագործում են այն ինչ որ դեռ օգտագործելի է, որ պետք չի ուղղակի նետել։ Հիմա իրենք ունեն շքեղ մեքենա քաղաքում քշելու համար, բայց այդ սարեր բան գնանում այն ինչու շքեղ մեքենան օգտագործում։ Այդ հին մեքենայով եկել էին։ Իրենք ունեն տանը դրած այդ դահուկները մի 20 տարվա, դահուկա քշում ենք։ Ու այդ մտածողությունը ապշեցուցիչ էր, որքան մարդիկ եւք իրենց վստահ ու հագիստ են զգում եւ կարիք չունեն ինքնահաստատվելու։ Կարիք չունեն նաեւ այդ իրենց ունեցվածքը ցույց տալու։ Բայց դրա հակառակ գնում ես Մոնակո եւ տեսնում ես այդ տարատեսակ այդ բաների, ոնց ասեմ, չեմ ուզում անգամ բառ գտնել, ցուցադրական ու ցուցամոլությունը, ու էլ հիմնականում այսպեսի արաբական երկրներից բաց այդ նոր կայացած տիպաժները էլի, որ ուզում են ցույց տալ, որ իրանք ամեն ինչ կարող են, բան ամենաթանկ ռեստորանն են մտնում, ասենք, մի ընթրիքի ժամանակ մի 2-3 հազար եվրո թողում են, բան։ Բայց մի քիչ հետ գանք երեխաներին, ամեն դեպքում սրա པարզ դրսևորումն էլ կա, որ առաջին այդ կետը, հա, երեխայի հետ շփման շատ հաճախ լինում է, երբ որ երեխան տեսնում է կողքից ինչ որ բան, ինքն էլ է նույնը ուզում, չգիտեմ, իր դասարանի երեխան ունի ինչ որ հեռախոս, ինքն էլ է նույնը ուզում ու ծնողի մոտ այդ դժվար առաջին խոսակցությունն է սպասվում, հա,
ոնց երեխային բացատրել, որ ինքը կարող է ունենալ սա, բայց օրինակ S ու S չի կարող կամ չպետք է ունենա։ Միշտ պետք է սկսել նրանից, ու ես այդպես եմ սկսում իմ երեխաների հետ, որ տես, երբ որ դու մեծանաս, դառնաս ինքնուրույն մարդ, եւ քո գումարը վաստակես, դու բոլոր որոշումները ինքնուրույն կայացնես։ Հիմա կա երկու հանգամանք, ինչի պատճառով դա դու չես կարող որոշումներ կայացնել։ Առաջին դու աշխատավարձ չունես, դու գումար չես վաստակում, հետեւաբար դու ոչ բարոյական, ոչ այլ իրավունք չունես ֆինանսական որոշումներ կայացնելու, չես կարող տնօրինել այլ մարդկանց փողերը։ Մենք այլ մարդիկ ենք։ Այդ նույնն է, ոնց որ գնաս հիմա փողոցում մեկին բռնացնես պատակամարտուն, ասես ինձ համար մեքենա գնիր։ Ինչու պիտի գնի։ Հիմա մենք էս սիրում ենք, բայց մի վերածի մեր սերը առևտրի։ Սերը ֆինանսական կատեգորիա չի։ Սերը չի վերածվում գումարի։ Այն ժամանակի մեծ սովետական մուլտֆիլմ կար Կարլսոնի մասին, Մալեշը Կարլսոնն, այդ երեխա մոտենում է ասում է ես համար թանկ եմ, սրանք ասում են այո, դու ինձ համար շատ թանկ ես։ Ասում եմ եթե թանկ եմ, կարելի է այդ թանկության մի մասը վերածել գումարի ինձ համար շնիկ գնել։ Այդ խոսակցությունն է։ Պետք է ի սկզբանե ասել երեխային, որ արի մենք բանը միջ մարդկային հարաբերություններ ֆինանսական հարաբերություն երբեք չվերածենք։ Դրանք տարբեր խոսակցություններ են։ Հիմա ինչ վերաբերում է ֆինանսական հարցին, թե ինչ դու կարող ես կամ չես կարող ունենալ, մենք էլ շատ բան ուզում ենք ունենալ, որ չունենք։ Եվ դա որոշ չափով պայմանավորված է մեր հնարավորությունները, որոշ չափով պայմանավորված է մեր գիտակցությամբ։ Մենք համարում ենք, որ դա մեզ պետք չի, դա սխալ է եւ չենք անում։ Օրինակ դու տեսնում ես, որ հայրիկը օթանավ չունի։ Կարող է իրեն թույլ տալ, ասենք տունը վաճառել բան, ամա օթանավ գնել, բայց չի անում, չէ՞, ինչու՞, որտեվ չի համարում դա ճիշտ ծախս։ Եվ չի համարում, որ իրեն օթանավը պետք է։ Հիմա նույն համաչափությամբ կամ բաներ, որ դու չես կարող ունենալ։ Որտեվ մենք չենք համարում, իսկ դու հիմա դեռ չգիտես կյանքը, չգիտես ամեն բան, մենք չենք համարում, որ դա քեզ պետք է, ուրեմն չես ունենա։ Եթե մի այլ ծնող իր երեխայի համար ինչ-որ բան որոշել է գնել, դա այդ ծնողի որոշումն է, մենք իր հետ կարող ենք համաձայն լինել, կարող ենք համաձայն չլինել, դա իրենց հարցն է։ Մենք իրենց որոշումների մեջ չենք մտնում, դա իրենց որոշումն է, բայց արի մեզ այլ ծնողների որոշումները մատնացույց մի արա։ Կամ գնա իրենց հետ ապրիր, դարձիր իրենց երեխան, մեզանից հեռացիր։ Եթե մենք ենք քո ծնողները, ուրեմն մենք իրար հետ ենք ապրում, իրար հետ պիտի ոնց որ լեզու գտնենք, եւ դու պետք է հաշվի նստես մեր որոշումների հետ։ Եվ երեխային որքան մենք ավելի վաղ տարիքում սովորեցնենք, որ ինքը չվերածի ֆինանսները մանիպուլյացիայի, որ չդարձնի դա մանիպուլյացիայի առարկա, որ չվերածի բոլոր խոսակցությունները բայն սա տվեք, նա տվեք, որ պատմություններ չսարքի մեր գլխին եւ հետո որպես կոմպենսացիա պահանջի, որ ինձ նվեր արեք, որ ես հանգստանա, եւ այլն։ Որքան մենք արագ մեր հարազատներին եւ բարեկամներին բացատրենք, որ պետք չի երեխային կաշառել, նվերներ տալ, որ ձեզ սիրի, որտեվ չեք ուզում, չէ, որ մարդիկ ձեզ գումարի համար սիրեն։ Մի արեք, ժամանակ ուզում եք երեխային բան անեք, ուրախություն բերեք, իր հետ ժամանակ անցկացրեք։ Եկեք իրեն տարեք ման տվեք, եկեք իր հետ գնացեք կինո, իրեն նվիրեք ձեր կյանքը, եթե ուզում եք, բայց պետք չի իրեն նվիրել դրա փոխարեն իրեր, որպես ցույց տաք, որ դուք իրեն սիրում եք եւ չսիրեք իրեն։ Դա սիրելու ձև չի։ Դա էժան բրցնելու ձև, դա կաշառք է։ Մենք այդ կաշառք երեխային չենք տալիս, մենք իրեն նվիրված ենք, մենք իր հետ մեր կյանքն ենք անցկացնում, մենք իրեն ժամանակ ենք նվիրում, մենք իրեն ուշադրություն ենք նվիրում, մենք հոգ ենք տանում իր մասին։ Եվ մեր մոտեցումը դա է։ Մենք իրեն չենք կաշառում, դուք էլ մի արեք։ Ծնողներն են շատ հաճախ անում, հատկապես երբ որ ժամանակ չեն կարողանում հատկացնել, դա փորձում են փոխհատուցել շատ նվերներով։ Այո, մենք վաղուց հայտնաբերել ենք դպրոցում մի բարձ փաստ, որ ամենամիայնակ երեխաները ունևոր ընտանիքների երեխաներն են։ Հայրիկը արդյունից երեկո աշխատանքի տեղն է, զբաղված է գումար վաստակելով, մայրիկը արդյունից երեկո սուպերմարկետներում եւ խանութներում է, զբաղված է գումար ծախսելով։ Իսկ դե պայմանական է։ Իսկ շատ ընտանիքներում մայրիկներ է աշխատանքի տեղը գումար վաստակում։ Իսկ երեխան տանը նստած է դայակի հետ, իսկ դայակի միակ հույսն ու հավատը սերիալն է։ Եվ նա ամեն բան կանի, որ երեխաները ինձ կտրվի մի բանով զբաղվի, ձեռը հեռախոս կտա, iPad կտա, մի բան կտա, որ երեխան գնա, աշկին չերևա, իրեն չխանգարի, որ նա իր ուզած սերիալը ճիշտ ժամին նայի։ Եվ դա է սովորական ոնց որ հայկական իրականությունը։ Եվ այդ առումով իհարկե ավելի
սահմանափակ հնարավորություն ընտանիքներում երեխաները շատ արագ դառնալով ընտանիքի աշխատուժ, օգնելով ծնողներին, գիտակցելով, որ ծնողները դժվար կյանքով են ապրում, իրենց աջակցությունն է պետք։ Շատ արագ սոցիալապես ներգրավում են ծնողների հետ հարաբերությունների, շատ անմիջական ընկերային հարաբերությունների մեջ, շատ արագ հասունանում են, ձեռք են բերում պատասխանատվության զգացողություն, խնայում են ծնողների գումարը, իրենք են սկսում գումար վաստակել եւ շատ ավելի արագ են կայանում։ Եվ հետո դա մեծ հետաքրքիր բան։ Հաջորդ սերնդում գյուղից եկած երեխան շատ ավելի պինդատամներ ունի, շատ ավելի թափով է, շատ ավելի արագ է աճում, շատ ավելի բարձր արդյունքների է հասնում, քան այդ քաղաքի ծուլիկը։ Բայց ծուլիկ է, որովհետև այդ հոգացությունը, անմիջական մասնակցությունը չունեցել։ Ու դա հայտնի բան է, գյուղի երեխան ուրիշ խնդիր ունի։ Ինչու ես մի քիչ իդեալականացրեցի։ Malcolm Gladwell-ը մի գիրք է գրել, կոչվում է Outliers։ Նրա մասին թե ինչպես են պատահում եզակի մարդիկ, ինչ կյանք են ապրել։ Նա ուսումնասիրել ունակ Օպենհայմերի կյանքը եւ բացահայտել է, որ Օպենհայմերը ինչու է այդպիսի փայլուն կարողություններով անձնավորություն։ 28 տարեկանում իրեն վստահեցին Ամերիկայի ամենակարևոր նախագիծը միջուկային ռումբը սարքելու նախագիծը 28 տարեկանում։ Երիտասարդ տղա է։ Ինչու, որովհետև նա փայլուն անձնավորություն էր, իսկ դրա պատճառն այն էր, որ հայրը սպաղում էր անտիկվարիատով, թանկ նկարներ էր վաճառում, մայրը տենց էլի հետաքրքիր շրջանակներում էր, նա փոքրուց շփվել է շատ հետաքրքիր մարդկանց հետ։ Եվ ծնողները երբեք իրեն տանը մենակ չեն թողել։ Որտեղ էր գնացել են, երեխային իրենց հետ տարել են։ Ասենք բժիշկի մոտ գնում էին, երեխան էր խոսում, ծնողը չէր բացատրում բժիշկին, թե ինչ է պատահել երեխայի հետ։ Այդ փոքր դզրուկը սկսում էր բացատրել իր մոտ ինչ է ցավում բան, բժիշկին բացատրում էր ինչ է պետք, հարցեր տալիս եւ այլն։ Նրանց սովորեցրել էին լինել հասուն անձնավորություն փոքրուց։ Եվ դա բերել նրան, որ նա դարձել է շատ վստահ իր ուժերի նկատմամբ վստահ անձնավորություն, ով կարողանում է հեշտությամբ հարաբերություններ կառուցել եւ այլն։ Այ առաջինը ինչ որ պետք է մտածեն մարդիկ, իրենց բոլոր ամենակարևոր կապիտալ, որ դու կարող ես երեխային փոխանցել, քո սոցիալական կապիտալն է։ Այն կապերը, որ դու ունես, այն հնարավորությունները, որ դու ունես միջմարտկային հարաբերությունների, որ երեխան դրանք ամբողջապես ժառանգի։ Դրանից թանկ բան չկա։ Իսկ դա արվում է երեխային փոքրուց որպես մեծահասակի վերաբերվելով, իրեն ամեն ինչի մեջ ներառելով ֆինանսական հարցերի մեջ։ Իր հետ կարելի ամեն ինչ քննարկել, եթե մենք ասենք ինչ որ բան ենք, նոր մեքենա ենք գնում, այդի մասնակցի այդ որոշմանը։ Թող իր կարծիքը ասի, գնա սեփական հետազոտություն անի, գա առաջարկի տարբերակներ, բան, խորանա, միգուցե իր որոշումը անցնի, իր առաջարկը լավագույնը լինի, որտեղ ամենաշատն է խորացել։ Հետո ինչքան կպարծենա, որ նա ընտանիքի որոշումը իրենն է եղել։ Այդպիսի քայլերով դու ձևավորում ես այդ ինքնուրույն մտածողությունը։ Նաև այսպիսի մոտեցում կա, որ երեխային փող տալ ոչ թե ուղակի, այլ ինչ որ աշխատանքներ տալ, անի։ Դա էլ է շատ լավ տարբերակ։ Եթե ասենք դուք ունեք ընտանեկան բիզնես, թող ամռանը գա աշխատի գումար վաստակի։ Եթե դուք ունեք ընկեր, ով ունի ընտանեկան բիզնես կամ փոքր բիզնես, որտեղ աշխատուժ է պետք, թող գնա վաստակի։ Դա շատ լավ տարբերակ է։ Դա շատ կօգնի իրեն։ Ես իմ առաջին գումարը վաստակել եմ իմ ընկերոջ Յան Դավիթի հետ, մենք համասանում բար էինք բացել եւ հայկական սուրճ էինք վաճառում եւ այլ բաներ, ու լավ գումար էինք վաստակում երկուսով։ Դե բայց այդ բիզնես էր, հա։ Հա, բայց ուզում ասեմ, ամեն դեպքում մենք դեռ շատ երիտասարդ էինք այն ժամանակներում, դա դեռ խորհրդային միությունը չէր փլուզվել։ Դա մի քիչ կիսա լեգալ բաներ, կիսաօրինականներ, այնպես չէ շատ օրինական բան էինք անում, կարող են գան մեզ բռնել։ Բայց անում էինք, որտեվ հավես էր, ու մենք ընդամենը ինչքան 19 տարեկան էինք։ Այսինքն այդ էլ պետք է ինչ-որ մի կետից երեխաների մոտ նաև բիզնես, հա, սկսել։ Ես ունեի անցած կիսամյակում համասանում ուսանող աղջիկ, ով 12 տարեկանից արդեն բիզնես է անում եւ գումար է վաստակում։ Եվ խոսում էր նրա մասին, որ եկել ամերիկյան համալսարան, որպեսզի սովորի իր բիզնեսը ավելի լավ անել, որ իր բիզնեսը կայացնի, արդեն աշխատակիցներ ուներ, այդ պահին արդեն 10 այս համալսարանում սովորելիս։ Իր բիզնեսը արդեն աճել էր եւ այլն։ Թիմ ուներ, ղեկավար էր 18 տարեկանում։ Ու չի ասի, որ մի այսպեսի շատ ունիկալ կամ եզակի անձնավորություններ։ Ուղղակի հավանաբար ուներ շատ խոհեմ ծնողներ, որոնք տեսել են երեխայի մեջ այդ կարողությունը եւ պոտենցիալը ինքնուրույն գործելու եւ տվել են իրեն հնարավորություն ազատություն գործելու, աջակցել են իրեն այդ
բիզնեսը ինչ-որ ձևով գրանցել են, այնպես որ երեխան կարողանա դա շարունակել։ Երեխան դու պատմել դժվարություններ ունեն դրա հետ կապված բնականաբար, որտեղ դեռ հասել բան, բայց մի կերպ դրանք այդ հարցը լուծեցին, որ նա կարողանա իր գործը անել։ Ուզում ասեմ, դա էլ կարելի է անել։ Ամեն կերպ, եթե երեխայի մոտ կա ցանկություն գումար վաստակելու, պետք է իրեն օգնել այդ նպատակին հասնել, որքան ավելի շուտ երեխան սովորի գումար վաստակել, այնքան ավելի։ Հայաստանում ոչ միշտ են այդ նորմալ ընտանիքներում, երբ որ երեխան ուզում է գումար ունենա։ Եթե երեխան ուզում է գումար վաստակել, եւ այդ վաստակի միջոցը արդար է եւ ազնիվ է, չի կապ չունի ինչ որ վտանգավոր բաների հետ, որտեվ ես մի այլ դեպք ունեի Ռուսաստանում համի համաժողովի մանկավարժական եւ ինձ մոտեցավ ծնող երեխայի հետ, ասաց խոսեք իմ զավակի հետ խնդիր ունեմ, ասաց ինչն է խնդիրը, ասում է դե հիմա բիզնեսը կպցրել, ուզում է դպրոցը թողել 9-րդ դասարանում է սովորում եւ զբաղվել բիզնեսով, ասում իսկ ինչն է բիզնեսը, ասում է դե ընկերներով իրենք պայմանավորել են ինչ-որ մարդկանց հետ, քաղաքով շրջում են, գտնում են մեքենաներ, որոնք երկար ժամանակ մի տեղում կանգնած են, շակում է Համանաբար տերերը չկան կամ թողեն են այդ մեքենան, բան եւ այլն։ Ասած տեր չկա այդ մեքենան, իսկ բան տեր կանգնող չկա։ Եվ այդ մեքենայի տեղը եւ համարը ասում են, հետո նրանք գալիս են այդ մեքենան տանում են։ Եվ դրա դիմար գումար են։ Դե դա փաստացի գողության աջակցությունն է։ Երեխաներն են օգտագործում են անվտանգ է, ոնց որ եթե մեծ ասակներ դանոց զբաղվեն կարող է բռնվել ինչ-որ մեկը տեսնի, ինչ-որ մարդեր ման գալ հետո մեքենան կորավ։ Իսկ երեխային ոչ ոք չի կասկածի։ Եվ իրենք սրա անկալման պես շատ լավ բիզնես էր կպցրել, բան պատմում էր, ոնց են դա իրենք անում, բան։ Ես իրեն բացատրեցի դրա հետևանքները իր համար, բայց այդպիսի բան իհարկե պետք չի, որ երեխան անի այդ նման միջոցներով գումար վաստակի, բայց եթե արդար ազնիվ միջոց է, ինչու ոչ։ Հիմա ինտերնետում լիքը հնարավորություններ կան, ասենք ֆրիլանսինգով բան, գլխավորը որ դա չխանգարի ուսմանը, չդառնա արդեն իր համար այնպիսի ոգևորություն ունա որոշի, որ գումարը առաջնային է, պետք չի շարունակել լավ սովորել, պետք չի համալսարան, բան, այսպես լավ հիմա բիզնեսմեն կդառնա, բան, այդ դեպքում իր աչքերը պետք է բացել, թե ինչ զարգացումներ կան աշխարհում, ինչին նա կարող է հասնել, եթե չսովորի եւ ինչին կարող է հասնել, եթե սովորի, որ երեխան գիտակցի դա։ Ու ինչ որ բաներ է պարտադրել, ընդհանուր միջև եթե տեսնում ես, որ շատ չափազանց է դառնում, արգել են։ Նաեւ այսպիսի մի ուղղություն կա, նաեւ ռեսերչներ կան այդ ուղղությամբ, որ օրինակ ընտանիքում փողին ոնց վերաբերվում են, երեխան դա վերցնում է եւ հետո դա շատ կարեւոր ազդեցություն է ունենում փողի հետ իր հարաբերություններում, հա, այն ընտանիքներում, որտեղ փողը այսպես ավելի շատ խնդիրներ է առաջացնում, վեճեր, երեխան հետո մեծանալիս, այսպես փողից խուսափող մոտեցում է վերցնում, իսկ որտեղ որ փողը ուրախություն է, ինչ որ հարցեր է լուծում, ավելի այսպես լավ են, հա, փողի հետ լինում։ Համաձայն եմ, ընդհանրապես երեխան շատ բան է ժառանգում մշակույթի առումով ընտանիքից։ Ոչ միայն ընտանիքից իհարկե, բայց ընտանիքը կարևոր հանգամանք է։ Ընդհանրապես երեխայի կրթական արդյունքի մեջ մոտ 60% ամեն դեպքում ընտանիքի ազդեցությունն է եւ մոտիվացիայի եւ թե ինչն է երեխայի համար դառնում ամենահետաքրքիր եւ ամենաառաջնայինը եւ ինչի վրա է նա հետո կենտրոնանում կյանքում, դա գալիս է ընտանիքից եւ արժեքները շատը գալիս է ընտանիքից։ Դե ինչ արժեքը, կարևորումները ինչ է իր համար կարևոր դառնում արդյունքում։ Եվ այո, փողը պետք է լինի արժեք ընտանիքում, որտեղ դա վաստակի դիմաց, դա վաստակի գնահատումն է եւ վաստակի դիմաց ստացած հնարավորությունն է։ Բայց պետք է փողը դիտել ոչ թե որպես հեշտ կյանքի կամ հաճույքների աղբյուր, այլ հնարավորությունների աղբյուր։ Պետք է ուրախանալ ոչ թե նրանով, որ ահա հիմա կծախսենք, այլ նրանով, որ մենք որպես ընտանիք հիմա ունենք հնարավորություն որոշում կայացնելու եւ մեզ համար ուրախություն բերելու այս գումարի միջոցով։ Դեկեք հասկանանք ինչ ուրախություններ կան, որ բոլորս կարող ենք իրար հետ ուրախանալ, ոչ թե մեկը մյուսից փողը փորձենք փոկել եւ թշնամություն անենք եւ արդյունքում բոլորս մեզ թունավորված կանք եւ երջանկություն չզգանք, այլ հակառակը ինչպես անենք, որ սա մեզ իրապես երջանկացնի։ Եվ նման որոշումներ լավագույն որոշումներն են դառնում եւ ամրացնում են ընտանիքը եւ փողը դառնում է իրական փողը եւ ուրախությունը կապվում են իրար հետ։ Հետո նույն երիտասարդ վաղը մեծանա եւ կարողանա գումարներ վաստակել, օրինակ իր համար բարեգործությունը կդառնա բնական բան։
որտեղ բարեգործության անմիջական արդյունքը որն է ուրախությունը։ Չէ՞ դու ուրախանում ես, որ մարդկանց օգնում ես, չէ՞։ Մարդկանց ուրախությամբ երջանկանում ես։ Հա բայց դու հենց դրա համար չէ գումար վաստակում, քո ծնողներն են դրա համար գումար վաստակում, բայց դե ծնողները միգուցե դրա հնարավորություն չունեին եւ կարող են ուրախացնել միայն իրենց երեխաներին եւ իրենց։ Իսկ դու արդեն ունես, դե հիմա ավելի շատ մարդկանց ես ուրախացնում։ Դե դա կա հայկական ընտանիքներում, ես չեմ ասում ընդհանրապես չկա, ասենք Գերդաստանում ավելի շատ գումար վաստակողը սովորաբար ամբողջ Գերդաստանին օգնում է եւ իր օգնության տրամաբանությունների բարեգործություն է, դա մաքուր բարեգործություն է։ Այո, դա սահմանափակված է Գերդաստանով, որտեղ ընդհանրապես Հայաստանում հայերի մեջ այդ Գերդաստանը ավելի կարևոր է, քան պետությունը, հասարակությունը։ Այլն դա այլ խնդիր է։ Բայց դա արդեն լավ բան է։ Եվ մենք երեխաները պետք է այդպես սովորեցնենք, որ գումարը դա մի բան է, որ ինչ որ առումով քեզ Աստված է տվել։ Շնորհեր է քեզ այդ հնարավորությունը։ Դա պետք է դրա լավագույն օգտագործումը գտնես։ Չպետք է անընդհատ մտածես, որ դա քոնն է եւ ուրախանաս եւ երջանկանաս նրան, որ ունես։ Դու պետք է ուրախանաս եւ երջանկանաս օգտագործելով այդ գումարը, որպեսզի բարիք լինի։ Իսկ երեխաներին պետք է սովորեցնել կուտակել։ Եվ ոնց։ Այո, պետք է սովորեցնել ոչ այնքան կուտակել, որտեղ կուտակել բառը խնայել։ Խնայել նշանակում է ունենալ հստակ առաջնահերթություններ եւ հետամուտներ դրանց։ Եվ կան առաջնահերթություններ, որոնք անհնարին է միանգամից իրագործել։ Եվ դա նշանակում է, որ այդ առաջնահերթություններին հասնելու համար մենք պետք է ինչ-որ բան կուտակենք։ Օրինակ, դու կարող ես ունենալ առաջնահերթություն սովորել համալսարանում, չէ՞։ Ասենք մագիստրոսական ծրագիր։ Ու դու կարող ես բակալավրիատը ավարտելուց հետո միանգամից չունենաս այդ հնարավորությունը գնալ մագիստրոսական ծրագիրին դիմել, որովհետև դա հավելյալ ծախս է, իսկ դու այդ գումարը կարող ես չունես։ Ուրեմն պետք է մտածես, որ ասենք պիտի ավարտես, հետո գնաս միտեղ աշխատես, բայց այդ աշխատածդ պետք է ոչ թե միանգամից ծախսես աճուձախ, այլ իրար կողտնես, իրար դնես, գումար վաստակես, որ կարողանաս հետո ասենք լավ կրթություն ստանաս, որ այլ ավելի բազմապատկես քո հնարավորությունները ապագայում։ Այդ մտածողությունը հերակա կարևոր առաջնահերթություններ սահմանելու եւ դրանց քայլ առ քայլ մոտենալու շատ կարևոր է, բայց դա վերաբերում է ոչ միայն ֆինանսներին։ Դա վերաբերում է ցանկացած ներդրմանը, ջանքի ներդրմանը, որովհետև ամեն ջանք չէ, որ հատուցվում է ֆինանսով, չէ՞, բայց դա պարտադիրել չէ։ Դու ունենում ես սոցիալական կապիտալ։ Օրինակ, զբաղվելով բաներով, կամավորությամբ։ Շատերը դիտում են կամավորությունը որպես հիմարություն, բայց ֆանտաստիկ միջոց է, ձեռք բերի շատ մեծ սոցիալական կապիտալ, որը հետո կվերածվի այլ տեսակի կապիտալի։ Որտեղ դա կապեր է ստեղծում, դա որոշակի պատկերացում է քո մասին ստեղծում, քո հանրային դեմքն է ստեղծում, որը շատ կարևոր բան է հասարակության մեջ։ Կա դա, կա անձնական վստահության կապիտալը։ Դու կարող ես բաներ անես, որ ընդհանրապես ֆինանսապես չեն հատուցվում, որպեսզի հանկարծ մեկը չկասկածի, որ դու անկարող ես։ Վիզ կդնես կանես, որ ասես տեսեք արեցի, իմացեք, ես անող եմ, որովհետև դա շատ կարևոր է։ Դրա շնորհիվ դու հետո վաղը շատ աշխատավարձ կստանաս, քեզ ավելի լավ առաջարկ կանեն, դու միանգամից կունենաս գործընկերներ, քո ընկեր ստարտափեր առաջինը քեզ կհրավիրի եւ բաժնե մաս խոստանա եւ այլն։ Այդ պարզ բանն է, որ դու պետք է անընդհատ զբաղվես կապիտալ ստեղծելով։ Պետք է կուտակես ամեն տեսակի ներառյալ որոշ ֆինանսական հնարավորություն, ասենք հետո ներդրում անելու համար քո մեջ, նոր քո ընկերության մեջ, որ դու ստեղծում ես եւ այլն։ Այդ էլ շատ կարևոր է բացատրել, որ ամեն ինչ չէ, որ փողով կարելի է արտահայտել։ Հաստատ։ Օրինակ, ես կարող եմ ասել, որ ես հիմա գիտակցված իմ ամբողջ, ես ինչքան կապիտալ վաստակել եմ, ամբողջը ներդրել եմ եւ ապրում եմ միայն աշխատավարձով։ Դա շատ գիտակցված որոշում է։ Ես գիտեի, որ եթե ես ինչ-որ այսպեսի հեշտ ստացած գումար ունենա, որը ասենք ինչ-որ բաժնետոմսերի վաճառքից առաջացել է, չէ՞։ Ու դա ծախսեմ ուղղակի ընթացիկ կյանքի համար, դա իմ դիրքը հասարակության մեջ կնվազեցնի։ Ես անկում կունենամ։ Ես պիտի անընդհատ ինձ դնեմ բարդ վիճակի մեջ, որ փող ունենաս, բայց դիրքը տիշնի։ Ապա դա այդպես է, հենց որ դու հեշտ կյանքով ես ապրում, դու սկսում ես գնալ սուզվել։ Եթե դու ուզում ես միշտ լինես վերևում, դու պետք է քո կյանքը դժվարացնես։ Դու պետք է ոնց որ դժվար կյանքով ապրես։ Դու պետք է ավելին անես, քան քեզ թույլ է տալիս քո այսօրվա հնարավորությունը։ Քո կոմֆորտի
բանից անտա դուրս գաս այդ տարածքից։ Իսկ դա պահանջում է գիտակցված ռեսուրսի սահմանափակում։ Դու պետք է սահմանափակես, որ կարողանաս ցածկես, այլապես չի ստացվի։ Ու դա մենք կնոջս հետ նստեցինք, մտածեցինք, որտեվ դե մի անգամից մի հատ մեծ բավական մեծ գումար էինք ստացել, միջև կյանքի վերջ կարող ենք հանգիստ այդ գումարով ապրել։ Բայց մենք գիտակցված երկուսս այդ գումարը միջև վերջի կոպեկը ներդրեցինք, որպեսզի հանկարծ մեզ մոտ գումար չհայտնի։ Հիմա այդ ներդրածը մի մասը հաստատ կվերադառնա եւ միգուցե վաղը մեսօր եթե մեր երեխաներից մեկը հիմա արդեն երեխա չեն, բայց կյանքում որոշեն մի ինչ որ հետաքրքիր նոր ստարտափ սկսեն, գործ սկսեն կամ իրենց ինչ որ սկզբնական փուլում աջակցությունա պետք լինի, որ իրենց գործ առաջ տանեն, դա կդառնա արդեն իրենց կապիտալը։ Թե չէ, եթե հանկարծ հետ եկամ նորից միտեղ ներդնելու ենք, որ հանկարծ չլինի մի պահ, որ ես առավոտյան արթնանամ ու մտածեմ, լավ, ինչու ասենք տանջվեմ։ Ամեն ինչ ունեմ, էլի հանգիստ ապրեմ։ Այդ հանգիստ ապրելու միտքը շատ արագ քեզ տանում է դեպի դագաղում հորիզոնական դիրքի։ Երբեք չի կարելի ակնկալել հանգստություն։ Առավել եւս հիմա ասում են բոլորը ախր է ստրեսավորված աշխարհում, պատերազմներ, բաներ, վտանգներ, մտ հանգստություն չափով, հակառակը։ Որքան ավելի վտանգավոր է աշխարհը, այնքան ավելի պատրաստված դու պիտի լինես այս աշխարհում ապրելու համար։ Այնքան ավելի պիտի քեզ մարզես անընդհատ։ Ու այդ մարզելը հոգեբանական մարզվածությունն է, կարողություններ լինեն, քո պատրաստակամությունը 0-ից սկսել, եթե կարիքը լինի։ Իսկ դա չի գալիս հեշտ կյանքից, դա գալիս է խնդիրներից։ Մեր հասարակությունում այս 30-35 տարիների ընթացքում փողի հետ կապված այնքան խառը, այսպես մոտեցումներ կան ձևավորված, որ նաև հարց է առաջանում, հա, արդյոք մեր երեխաներին պետք չէ հենց համակարգված կերպով սովորեցնել ֆինանսական գրագիտություն։ Պետք է Կենտրոնական բանկը որոշ ժամանակ առաջ նախաձեռնեց ֆինանսական կրթության ծրագրեր ուսուցիչների համար, հիմնականում դրանում ներգրաված էին մաթեմատիկայի ուսուցիչները, բայց ոչ միայն, որպեսզի այդ ուսուցիչները արդեն իրենց դասավանդման ընթացքում ներառեն առաջադրանքների մեջ ֆինանսական գրագիտության բաղադրիչներ։ Օրինակ, մաթեմատիկայի խնդիրներում առաջարկեն խնդիրներ երեխաների, որոնք կապված են բարձ տոկոս հաշվելու հետ, վարկեր, բան, դրանց հետ։ Բարձ տոկոսն էլ խնդիր ունենք մենք։ Հա, անգամ բարձ տոկոսի հետ խնդիր ունենք։ Նոր ծրագրի, նոր չափորոշիչով այդ ամենը արդեն ներառված է հիմնական ծրագրի մեջ դպրոցի կրթական։ Մեր դասագրքերը մաթեմատիկայի նոր ունեն խնդիրներ, որոնք հենց շատ գործնական են, հենց իրական դեպքեր են նկարագրում, ասենք դուք գնացել եք եւ վարկով վերցրել եք խանութից ապրանք, ինչ է դա նշանակում, որքան դուք արդյունքում կտաք, այդ ապրանքի դիմաց, ձեզ գրած է վարկը 0%, բայց նայեք տակը աստղ է դրած, այդ աստղը որ նայում եք ինչ է գրած է առաջին 5 ամսվա ընթացքում, հետո այսքան, բայց դուք տեսնում եք, որ դա գումարի այնպեսին է, որ 5 ամսվա ընթացքում չեք կարողանա հատուցել, հետաբար դուք վարկի տակ եք, ինչքան դու արդյունքում կվճարեք։ Այդ բաները բոլորը իրենք իրենց համար դա դառնա սովորական բան, որտեվ խնդիրը որն է, որ երբ որ դու չես հաշվել երբեք, շատ դժվար է հաշվել։ Եթե գոնե մի անգամ մի խնդիր գոնե դպրոցում մի քիչ լուծել ես նման, քեզ համար դա արդեն մի քիչ ավելի սովորական բան է։ Հա, բոլորը չի այնպես որ դրանից հետո դա կիրառեն, բայց գոնե որոշակի աճ կլինի ֆինանսական գրագիտության։ Ու ընդհանրապես այդ սովորությունն էլ, հա, հաշվելու, ինչ որ հաշվարկ անելու, գերելու, բյուջետավորման, մեր մոտ շատ, ասես մակերեսային է այդ ամեն ինչը։ Ես վերջերս այսպես պատմական վիդեոներ նայելուց հայտնաբերեցի, որ իրականում շումերները ինչի են գրերը հորինել, որովհետև իրենց հենց այդ кейսն է պետք եղել, այսինքն պետք է եղել գրել հարկերը, ինչ որ ֆինանսական հաշվարկներ, ով է տվել, ով չի տվել, այսինքն դրա համար գիրը ստեղծվել է, բայց մենք այսօր ունենալով այդքան գործիքներ շատ հաճախ մի շաբաթ հեռուն չենք հաշվում, էլի։ Այո, դա զարմանալի է։ Իդեպ ես վերջերս շատ ուրախացել եմ, որ մեր հանրախանութներում սկսել են սուպերմարկետներում սկսել են գրել բացի ապրանքի գնից 1 կիլոգրամի գինը։ Միավոր քանակի գինը տակը։ Որ նայում ես, ասենք, գրած է պանիր 600 դրամ։ Ասում ես, «Վայ, ինչ է ժամ պանիր է»։ Հետո նայում ես կիլոգրամը 10000 դրամ։ Ասում ես, «Վայ, չէ»։ Սա ընդամենը լավ փաթեթավորված մի 60 գրամ պանիր է։ Տեղ կա 100 գրամի գինն է գերած, որ 100 գրամի կամ 1 կիլոգրամ, բայց գոնե իրական քանակի գինը համադրելի թվեր լինեն։
ու դա արդեն շատ մարդկանց մոտ հիմա այսպես ոնց որ զարթոնք են, մեկ էլ կարծում են օրինակ այս ժամ բան են գնում անընդհատ, բայց դմս այս ժան չի։ Այնտեղ ուղղակի տակը շատ փոքր գրած է, քանի որ դա ոչ թե ասենք իր պատկերացած 200 գրամն է, այլ 130 գրամ է, ուղղակի այնպես է փաթարված, որ կողքի ապրանքի նման թվում է, որ նույն չափի է, եւ դու ուրախ գնում ես, համարելով որ դա ավելի էժան է, բայց այսօր նայում ես, վայ, դու մի ասա, իսկ ես դա միշտ էի անում։ Ինձ մոտ եթանգիտակցականն է, ես պատրաստ եմ մի քիչ խանութում ժամանակ անցկացնել, որպեսզի միշտ համադրեմ գներով, հասկանամ որն է իրականում ավելի էժանը։ Ոչ թե որովհետև ես գումարի խնդիր ունեմ, այլ որովհետև դա իմ ոնց որ պատվի հարցն է։ Ես չեմ սիրում ինձ խափում են, չեմ սիրում։ Ես սիրում եմ դուրս գալ հաղթանակած, եւ հաղթանակը իմ ուղեղի շնորհիվ է։ Ես սիրում եմ խնայել մի 50 դրամ, եւ հետո այդ 50 դրամը հեշտությամբ տալ մի ինչ որ լավ գործին, բայց որ ինձ չփոկեն տանեն, ինձ բանանելով այսպես խափելով։ Երևի երեխաներին այս ամեն ինչը փոխանցելու լավագույն ձևն էլ հենց օրինակ ծառայելն է, չէ՞։ Եթե մենք սկսենք այդ ամեն ինչին այնպես վերաբերվել ֆինանսական հիգիենային մեր։ Այո, մենք ինձ թվում է որ մշակույթը ընդհանրապես, մշակույթը ինչ է, երբ որ դու քեզ մի բան ես պարտադրում, որ քեզ բնորոշ չէ։ Մարդկանց բնորոշ չէ դասական երաժշտություն լսել։ Բայց մարդիկ լսում են եւ սովորում են լսել, ինչու որտեղ դա հետո բերում է մեծ բավականություն։ Նմանապես շատ բաներ եւ ֆինանսական գրագիտությունը մշակույթ է, որը ձեռքբերովի է, դա բնական կերպով մարդը ծնվելուց ֆինանսապես գրագետ չի դառնում, բայց դա հետո իր բազմաթիվ պտուղներն է բերելու, որտեղ դարձյալ ֆինանսական աշխարհը դա այն աշխարհն է, որտեղ անդադ փոթորիկներ են։ Դա խաղաղ աշխարհ չէ։ Իր ֆասադը շատ հանգիստ եւ ուրախ է, որովհետեւ մենք հիմնականում ֆինանսական մեր հարաբերություններում գործ ունենք օրինակ բանկերի հետ, իսկ բանկը վաճառում է վստահություն։ Բանկի ամբողջ մոդելը վստահության վաճառքն է, չէ՞։ Մի հատ էլ տակը գրվում է, որ վերահսկվում է կենտրոնական բանկի կողմից։ Որը ավելացնում է վստահությունը, այո։ Եվ դե բնականաբար վստահության հիմնական գրավականն այս հանգիստ հանգրվանն է։ Մի անհանգստացի, ամեն ինչ լավ է, ամեն ինչ շատ լավ է։ Քո գումարները վստահելի տեղում են, ոչինչ չի պատահի եւ այլն։ Եվ մեզ փորձում են ներշնչել, որ ամեն ինչ լավ կլինի, ինչպես կա, այնպես էլ կմնա, գումարները միշտ կբազմանան, ոչ մի բան չի կորի, դրամը չի արժեզրկվի, դոլարը չի արժեզրկվի, ոչ մի բան չի պատահի։ Հետո մեկ էլ պատահում է, օրինակ իմ հարազատների շատերը Սբերբանկում մեծ գումարներ էին պահել սովետական տարիներին։ Ով կմտածեր, որ մի օր այդ ամբողջը կկորի, ով կարող էր դա պատկերացնել, այդ հզոր պետությունը մի օր կդառնա 0 եւ իր ամբողջ խոստումը կդառնա իջի։ Բայց եղավ։ Հիմա հարցն այն է, որ մենք պետք է գիտակցենք, որ ֆինանսական աշխարհը կամ շատ բարդ աշխարհ է, այնտեղ լիքը բան կա, եւ ընդհանրապես պետք է դրանով մի քիչ ավելի շատ հետաքրքրվել, քան զուտ դրանով թե քո հաշվի վրա որքան գումար կա։ Պետք է հասկանալ, որ եթե քեզ բանկը բարձր տոկոսով բան է ավանդ է առաջարկում, այդ բարձր տոկոսի մեջ մեծ ռիսկեր կան։ Դա նշանակում է, որ գումարը շատ թանկ է։ Իսկ եթե գումարը թանկ է, նշանակում է մարդիկ ընկած գումար են փնտրում, եւ գումարը թանկ է դարձել։ Երբ է մարդիկ գումար փնտրում, երբ որ ոչ ոք չի վստահում իրենց այդ գումարը։ Իսկ ինչու՞ չեմ վստահում, թե վստահության շղթաներ չկան։ Նշանակում է բոլորը իրար խափում են, եւ քո գումարն է կարող է այդպես գնալ եւ կորել։ Եվ դա է պատճառը, ինչու է այս վիճակը Հայաստանում դրամը շատ թանկ է, որովհետև չկա վստահության շղթաներ, չկա վստահության համակարգեր եւ շատ է խաբեությունը ֆինանսական։ Եվ մենք դա պետք է գիտակցենք։ Եվ եթե մենք ունենանք հաջորդ սերունդներում մշակույթ, երբ որ մենք ավելի երկարաժամկետ կմտածենք ֆինանսների շուրջ, նաեւ այդ փոխադարձ վստահության մակարդակը կտրուկ կբարձրանա, որտեվ նախ պահի գումարի հետևից ընկնելն է բերում այս վիճակին։ Երբ որ մենք ավելի երկար մտածենք, մենք շատ ավելի իրար նկատմամբ վստահ կլինենք եւ շատ ավելի էժան կլինի գումարը Հայաստանում, դա նշանակում է, որ ներդրումները շատ ավելի հավանական կլինեն, կառաջանա նորմալ բորսա, նորմալ արժեթղթեր կառաջանան եւ կյանքը դեռ ուրիշ ընթացք ունենա։ Կլինենք Շվեյցարիա։ Այսօր մենք ցավոք ջունգլի ենք, ոչ թե Շվեյցարիա, ֆինանսական ջունգլի ենք։ Այդ ֆինանսական ջունգլի կարևոր մասը այդ ֆինանսական անգրագիտությունն է։ Եվ մի հարց, որ տալիս եմ մեր բոլոր հյուրերին,
Որն է ձեր կյանքում մեկ ամենակարևոր ներդրումը, որ արել եք կամ դեռ նոր պետք է անեք, ֆինանսական կամ ոչ ֆինանսական։ Քանի որ կրթության մարդ եմ, իմ բոլոր կարևոր ներդրումները եղել են կապված կրթության հետ։ Մեկը թվերը շատ դժվար է, թե մեկ ասեմ այբն է։ Այբի մեջ իմ ներդրումը, որը դասական բիզնես ներդրում չի, դա նվիրատվություն է, բայց ես բավականին մեծ գումար իմ վաստակից նվիրաբերում եմ այբին։ Բայց բացի դրանից ներդրում եմ սեփական կրթության մեջ, իմ երեխաների կրթության մեջ համարում եմ ամենակարևորը, որովհետև մարդկային կապիտալը այն էլ 21-րդ դարում ամենակարևոր կապիտալն է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։